Ողջույն, այս հաղորդմանը կանրադառնանք 3 թեմայի։ Առաջինը ԵՄ Հայաստան գագաթնաժողովն է, շաբաթվա կարևորագույն իրադարձությունը։ Այնուհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ որոշ տեղեկություններ կներկայացնենք։ Հաղորդումը կեզրափակենք Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեր ամեն շաբաթյա թարմացումներով։ Այս շաբաթ Երևանում անցկացվեցին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սա Հայաստանի պատմության մեջ համաշխարհային առաջնորդների ամենամեծ հավաքն էր, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և այլ ղեկավարներ։ Եվրոմիության մի շարք երկրների հետ փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին։ Համաժողովի ավարտին հրապարակված համատեղ հռչակագիրը կենտրոնացած էր հաղորդուղիների հարցերի և տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների բացման, ԵՄ տնտեսական և քաղաքական տարբեր ծրագրերում ավելի մեծ ինտեգրման վրա։ Մնացած հարցերի մեծ մասը, ինչպիսիք են ֆրանսիական օգնությունը և վիզաների ազատականացումը, նախկինում էին ուրվագծվել։ Հայաստանը և Ֆրանսիան նաև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հռչակագիր ստորագրեցին։ Եկեք հասկանանք, թե իրականում ինչի մասին էր այս իրադարձությունը։ Այն ըստ էության հստակ ամրապնդեց Հայաստանի տեղը եվրոպական ավելի մեծ ընտանիքում, մասնավորապես ԵՄ-ում, որն աշխարհի ամենամեծ տնտեսական բլոկն է։ Այն նաև երկիրը ներկայացրեց որպես շատ ավելի կարևոր վայր։ Այս իրադարձությունը նույնպիսի էֆեկտ ունի երկրի համար, ինչպես օրինակ ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների հյուրընկալումը։ Նման իրադարձությունների մթնոլորտն ու խորհրդանշական կշիռը, անկեղծ ասած, շատ ավելի կարևոր են, քան այս գագաթնաժողովի կոնկրետ արդյունքները։ Հաջորդ մի քանի տարիների կամ տասնամյակների ընթացքում Հայաստանի վերաբերյալ տնտեսական, քաղաքական և մշակութային բազմաթիվ որոշումներ կկայացվեն։ Դրանց վրա ազդեցություն կունենա այն, թե այս շաբաթվա միջոցառումն ինչպես Հայաստանը դիմավորեց համաշխարհային քարտեզի վրա։ Որն էր այս շաբաթվա բաց թողնված հնարավորությունը։ Ակնհայտ է, որ դա Բաքվում պահվող գերիների հարցն էր։ Ամեն ինչ սկսվեց միջոցառումից 1 կամ 2 օր առաջ, երբ վարչապետը հիմարաբար հայտարարեց, որ չի պատրաստվում եվրոպացի առաջնորդների մոտ բարձրացնել Բաքվի ռեժիմի վրա այս հարցում ճնշում գործադրելու հարցը, ինչը ակնհայտորեն բաց թողնված հնարավորություն է։ Դրա լավագույն օրինակն այն է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանեց գերիների մասին տեղացի լրագրողներից մեկի հարցին, ասելով, որ խնդիրը կբարձրացնի Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ։ Ասես այս խնդիրը բարձրաձայնելն իր գործն է, այլ ոչ թե մեր առաջնորդների։ Այս համաժողովի ամենահետաքրքիր ելույթը անկասկած ունեցավ մեկը, ով ներկա չէր՝ Բաքվի բռնապետը, որը համաժողովին միացավ տեսակապով։ Իր ելույթում նա ստանձնեց Արցախում էթնիկ զտումների և մեր գերիներին ապօրինաբար Բաքվում պահելու պատասխանատվությունը և իր ելույթի մեծ մասը նվիրեց ԵՄ-ին և Եվրոխորհրդարանին քննադատելուն։ Որքանով տեղյակ եք, դատելով մեր ստացած արձագանքներից, ԵՄ ղեկավարների և պաշտոնյաների մեծ մասը լավ չընդունեց դա։ Այս ամենի նախապատմությունն այն էր, որ համաժողովից 1 շաբաթ առաջ Ադրբեջանը փաստացի կասեցրեց Եվրոխորհրդարանի հետ ցանկացած համագործակցություն ի պատասխան Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևի, որը կոչ է անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, խաղաղ վերադարձի իրավունքը, ապահովելով նրանց անվտանգությունը, ինչպես նաև պահանջում է ազատ արձակել ապօրինաբար պահվող գերիներին։ Սա ըստ էության ԵՄ-ն և Եվրոպական խորհրդարանն ավելի հայամետ է դարձնում, քան մեր սեփական կառավարությունը։ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական արձագանքը հետևյալն էր. Հիմնվելով Հայաստանի խորհրդարանի խոսնակ և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների վրա, որոնցում ըստ էության մեղադրանք էր հնչում Ադրբեջանի հասցեին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը միջամտելու համար, պարզ է, որ այս գործընթացը կանգ է առել։ Այս ամենի հետ կապված շատ կարևոր ազդակ էր այն, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը առաջին անգամ հրաժարվեց մեկնել Անտալիա, մասնակցելու դիվանագիտական ֆորումին, որը Թուրքիայում անցկացվում է
ամեն տարի։ Միևնույն ժամանակ սակայն տեղի ունեցավ հայ եւ թուրք պաշտոնյաների համատեղ հանձնաժողովի հանդիպում, որը նախատեսված է Գյումրի Կարս երկաթուղային գիծը բացելու համար։ Սակայն դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այն TRIP նախագծի մաս է։ Այս հարցի նկատմամբ հայկական կողմի բացասական վերաբերմունքը պայմանավորված էր Թուրքիայի արտգործնախարարության վերջերս արած հայտարարությամբ, ըստ որի սահմանի բացումը նախապայման է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար։ Եվ ինչպես բոլորս գիտենք, իրականում քիչ հավանական է, որ դա տեղի ունենա, քանզի Ադրբեջանը դա պայմանավորում է Ալիևի հանրաքվեի ընդունմամբ, որով նրանք պահանջում են փոխել Հայաստանի սահմանադրության իրենց ոչ ցանկալի դրույթները։ Սա հավանաբար իրականում նշանակում է, որ սահմանը լիարժեք չի բացվի, խորհրդանշական քայլերից ավելին չի արվի, մինչև Բաքվում եւ Անկարայում ռեժիմի փոփոխություն տեղի չունենա։ Իսկ դա հավանական չէ ոչ մոտ ապագայում, ոչ էլ կարճաժամկետ հեռանկարում։ Մենք հավանաբար ականատեսը կլինենք դիվանագիտական հարաբերությունների լիարժեք հաստատմանը, ինչը կարևոր է, բայց չի հանգեցնի հիմնարար փոփոխությունների։ Միաժամանակ կբացվի երկաթուղին, քանզի դա ԱՄՆ-ում հիմնված եւ ԱՄՆ-ի աջակցություն ստացող նախագիծ է։ Եվ կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ սահմանը ճանապարհները ըստ էության բաց չեն, բայց երկաթուղին փաստացի գործում է։ Գիտեք, այս ամենի ամենազավեշտալի մասն այն է, որ այս երկրի քաղաքական առաջնորդներից շատերի հայտարարությունները ըստ էության անհերքելիորեն ապացուցում են, թե որքան խաբուսիկ է Ադրբեջանի հետ այս խաղաղության գործընթացը։ Որովհետև եթե Բաքվի ռեժիմն իսկապես հետաքրքրված լիներ խաղաղությամբ, ապա այն կաներ ամեն ինչ հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու համար եւ չէր միջամտի դրանց ու չէր խոչընդոտի։ Այժմ անցնենք նախընտրական քարոզարշավի վերջին իրադարձություններին։ Ամենահետաքրքիր գովազդներից շատերը տեղադրվում են սոցցանցերում։ Ամենահետաքրքիր հոլովակներից մի քանիսը ստեղծել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որովհետև որպես դերասան նա ավելի շատ փորձ ունի, քան որպես քաղաքական գործիչ։ Ահա մի տեսանյութ, որը նա հրապարակել է ի պատասխան վարչապետի կողմից նոր անձնագրերի ներկայացման, որի վրա նկարազարդված է խոր վիրապի վանքը, որի ետնապատկերում չկա Արարատը, այսինքն տեսարանը Թուրքիայի կողմից է։ Եկեք դիտենք տեսանյութը։ Պարոն Փաշինյան, լուրջ եմ ասում, սա կոմեդիա է, ուղղակի վատեն է, որ սա տրագիկ կոմեդիա է։ Դուք ձեզ լսում եք, դուք ինչ եք խոսում ընդհանրապես։ Այսինքն դուք ասում եք, որ մենք Արարատին չնայենք, հա, մոռանանք, որ Արարատը կա, դա նույնն է, ոնց որ մի բնակարան ունենաս, մեկը հյուր գա, տանես այս պատոանի մոտ, ուզենանայի ասես, հոп, այսօր ես նայում, այնտեղ ուրիշ շենքեր կա, բաներ կա, այդ քոնը չի, դու շուր արի, մենակ քո բնակարանի մեջ նայ 29.7 քառակուսի մետրանոց քո մի սենյականոց բնակարանի մեջ։ Լսում եք դուք ձեզ, հա։ Լավ, ուրիշ բան ասեմ, դուք գիտեք, որ մարդիկ երբ որ խոր վիրապ են գնում, մեծամասամբ նաև հենց այդ Արարատի տեսքի համար են գնում։ Այնտեղ հերադիտակներ կա կոպեկը, որ գցում ես նայում ես Արարատին։ Ձեր առաջարկը ո՞րն է, ասես շուր տանք սա հերադիտակներ են, սուջուխի բանին, բուտկեկին նայեք, որ սուջուխ են ծախում ձեր սիրած։ Ձեզ որ խոշորացնեք այս սուջուխը, հետո մի քիչ խոշորացնեք այդ պերաշկին, մի քիչ խոշորացնեք կուկուրուզա, էդ եք ուզում որ մենք տեսնենք, հա։ Այսինքն լավ հասկանալի է, ենթադրենք դուք Էրդողանի ու Ալիևի հետ պայմանավորվել եք, որ Արարատը պետքա ցույց չտաք, չնայած տարօրինակ է, ինչ պայմանավորված, երևի գրազ եք պարտվել, կամ չգիտեմ, ձեզ պատանդ են վերցրել, ձեզ ասել եմ, եթե տես բան կա, գոնե նշան տվեք։ Լավ, եթե այնուամենայնիվ վախենում եք Արարատի պատկերը ցուցադրեք։ Չեք կարողանում այնպիսի հուշարձան ընտրեք, որտեղ Արարատի երևալու խնդիրը չլինի։ Չէ դուք հատուկ հենց խոր վիրապն եք դնում առանց Արարատի։ А теперь внимание вопрос. Ինչու եք դա անում։ Իմ կարծիքով դա հատուկ եք անում, որպեսզի բոլորից նվաստացնեք, մեր ժողովրդին նվաստացնեք, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք նվաստացած ենք, որովհետև մեր գլխին ինչ բերում են, մենք կուլ ենք տալիս։ Ընդ որում դա անում եք իբրև թե որ պատերազմ չլինի։ Բայց այստեղ շատ տեղին կլինեն Չերչիլի հայտնի խոսքերը։ Երբ որ դու նվաստացման եւ պատերազմի միջև ընտրում ես նվաստացումը, դու ստանում ես եւ նվաստացումը, եւ պատերազմը։ Այնպես որ պարոն Փաշինյան, մենք նայելու ենք Արարատին, սիրելու ենք Արարատը, որովհետև Արարատը մեր ազգային ամենակարևոր սիմվոլներից մեկն է։ Այսքանը։ Միրզոյանին կբարևեք։ Որպես եզրափակում պետք է ասեմ, որ ԵՄ գագաթնաժողովի ազդեցությունը նախընտրական քարոզարշավի վրա բավական իրական է։ Դրա ազդեցությունը հավանաբար շատ ավելի կարևոր է, քան այն, ինչ մենք տեսնում ենք այսօր։ Մենք տեսանք, որ այդ միջոցառումը ծառայեց որպես իշխող կուսակցության քարոզարշավի հանրահավաք։ Գագաթնաժողովի ընթացքում քննարկված հարցերը հանրությունը գուցե արդեն մոռացած լինի, սակայն ընդհանուր տպավորությունները պահպանվում են։ Ի վերջո հայերը խորապես անապահով ժողովուրդ են, եւ մենք հակված ենք երկրպագել եւ աստվածացնել օտարի
այլ երկրյա գործիչներին։ Նախկինում դրանք ռուսներ էին, հիմա եվրոպացի եւ ամերիկացի։ Մենք ունենք այս գործիչների ամենամեծ հավաքածուն, որոնցից յուրաքանչյուրը մեզ ասում է, որ հավանություն է տալիս մեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Հավանաբար ընտրություններից հետո կգնահատեք դրա իրական ազդեցությունը, բայց ես կզարմանամ, եթե սխալվեմ։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Հեռանալ Հայաստանից։ Ես չեմ հավատում փոխզիջումների մասին են խոսակցություններին, որոնք հաշվի չեն առնում մի բան։ Ադրբեջանը 7 միլիարդի զենք է առել, որ փոխզիջման գնա։ Իհարկե ոչ։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի երկիր, այնպիսի տնտեսություն, այնպիսի հանրություն, որը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն, որ այն պահին, երբ որ հյուսիսում, հարավում, արևելքում կամ արևմուտքում հանկարծ ինչ-որ մեկի մտքով Խրիմյան հայրիկի ժամանակների նման կանցնի, ասել, որ Հայաստան պետությունը այլևս գոյություն չի պետք ունենա, դա անիմաստ գոյություն է։ Մենք պետք է ի վիճակի լինենք պաշտպանել մեր երկիրը, մեր հայրենիքը եւ ասել Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն